Ձեր պատրաստ եք, հա։ Ուրեմն հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացվեց դատախազի կողմից կայացված, որով նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով, դրա մասին արդեն հրապարակային դաշտում առկա էր։ Ուրեմն այս պահին մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու, բայց լրացուցիչ երբ իմանանք կհայտարարենք։ Ուրեմն ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացվի։ Հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Մենք անպայման կտեղեկացնենք, այսինքն հրապարակային կտեղեկացնենք։ Կալանքի հարցն է դա։ Այո, կալանքի հարցն է քննարկվում։ Դուք լավ տեսաք, որ սա աննախադեպ միջամտություններ, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, որը մենք գնահատում ենք նաև իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ, նաև ուղղորդում էր նաև քննչական մարմիններին եւ դատական մարմիններին, եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Իսկ ինչպես բացատրեցին, որ 1.5 տարի առաջ տարված հայտարարության հիմամբ այսքան ժամանակ ինչի՞ է։ Տեսեք, հիմա այսպեսի մի բան ասեմ, մինչև ձեր հարցին պատասխանելը, երբ Միքայել Սրբազանին այսինքն տեսակ կամավոր ինքը ներկայացավ եւ սենյակում ձերբակալման արձանագրություն կազմեցին եւ հարցրեցին ում է ուզում ծանուցել, տեղեկացնել, դե իրավունք ունի, չէ՞, մեկ անձի զանգել, ծանուցել։ Միքայել Սրբազանը ասեց ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ։ Ուրեմն մեղադրանքի հետ կապված, քանի որ ասեցի, այս բան չենք ուզում ծավալվել, անպայման դրա մասին մենք կխոսենք մեր պաշտպանական թիմը։ Բայց ես տակին Ոչ։ Կներեք, սպառնալիք էր եղել, որովհետև մարդիկ թույլ չէին տալիս, որպեսզի Աջապայանը գնար, եւ ի վերջո նաեւ միջադեպերով դուրս բերվեց Մայրաթորից։ Սպառնալիք էր հնչել կրկին գրոհել, այսպես ասեմ, հա, Մայրաթորը, ուժայինները նորից էին հետ գալ։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային, կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց։ Բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խուսափել է, ոչ էլ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար։ Ամբողջ գործընթացը անիմն է, այսպես ասեմ։ Պարոն Զոհրաբյան, ձերբակալման ժամը որ ժամն է ֆիքսվել։ Ձերբակալման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք, այսինքն 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի։ Իսկ դες մոտավորապես չասացին իրեն երբ կտանեն դատարան։ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն։ Այսինքն այսպես պետք է գնաք արդեն դատարան։ Մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը, մեր աշխատանքը կատարենք, այնուհետև գնալու ենք դատարան։ Մոտավորապես որ ժամին դուք կլինեք դատարանում, որ այսինքն դեռ գիշերը կքննեն։ Չենք կարող ասել, կարող է գիշերը քննեն, կարող է առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը կդնենք տեղեկացնող։ Որոշում է կայացնելու, նշանակում է մինչև վաղը երեկոյան 6-ը դատարանը պետք է որոշում։ Դե կարող է առավոտյան օրինակ ժամը 7-ին նիստ նշանակի։ Հա, դուք նախապես կգնաք։ Հա, անպայման Facebook-յան էջում կտեղադրենք։ 2 ամսվա կալանքի միջնորդություն է։ Այս բան մենք միջնորդությունը չունենք, ինչ միջնորդ է ներկայացնելու։ Այսինքն հայտնի էլ չի ով է քննելու դատավորը։ Պարոն Զոհրաբյանի քաղաքականության ընդհանրապես պատեր կարելի է, եթե վաղ առավոտից երբ Սրբազանը մայրը աթոռում էր, այդ տարածքում էր, տպականները հայտարարում էին, որ նախ կալանավորվելու է կամ կալանավորվել է, հետո փոխեցին բառը, որ ձերբակալվելու է, հետո Նիկոլ Փաշինյանը անգամ ժամկետներ նշեց, թե ինչու չեն ուզում կալանավորել մեկ ամիս ժամկետով, ինչ-որ պատճառներ, որոնք ցենզուրան ես չեմ մեջ բերի, բայց պատճառներն էլ նշում, այսինքն եւ ժամկետներ նշում, եւ նշում են, որ պետք է կալանավորվի, եւ տպականներն էին դատարանցում։ Գիտեք ինչ, մենք նույնպես դա տեսել ենք, արձանագրել ենք, դա ուղղակի ճնշման միջոցներ են, որը բնականաբար արտարադատության
այսպես ասեմ, իրականացնողներին կաշկանդելու է եւ մենք երբ իմանանք դատավորի անուն ազգանունը, արդեն կիմանանք թե ինչ են գործ ունենալու։ Բնականաբար, այսպես մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքը ինքնին ակնհայտ անհիմն է, չկա մեղադրանք, որ ճա։ Պարոն Զոհրաբյան, եթե հիմա գնալու եք ձեր մարտավարությունը, որ Մենք գնալու ենք մեր աշխատանքը կատարենք, Սրբազանի տանելու են դատարան։ այսինքն գիշերը դատարանում է անցկացվել։ Այո, տանելու են դատարան։ Բայց ինչու եթե հայտնի չէ ժամը, հայտնի չէ դատավորը։ Միջնորդության հետ միասին պետք է ներկայացնեն կարգերպեսին է, ձերբակալումից հետո 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացնեն դատարան, միջնորդությունը եւ իրեն միասին։ Այսինքն ԶՊՎ-ում չի մնալու, այլ մնալու է գիշերելու է դատարանում։ Դատարանի համապատասխան հատվածում տեղ կա, որտեղ ձերբակալված անձինք պահվում են, այդ հատվածում պետք է սպասի, մինչև դատական նիստը լինի։ Իսկ ինչ հոգեվիճակում է Սրբազան հայրը։ Սրբազան հայրը շատ հոգեվիճակում, շատ լավ հոգեվիճակում էր։ Իսկ առաջնորդարան Շիրակի, որ մտել էին վիզարկության նպատակով ինչ-որ բան հայտնաբերել են, Ինչ են, Մանրամասներին տեղյակ չենք, մանրամասներին տեղյակ չենք, հիմա մենք մյուս գործընկերներից փորձել ենք ամուր տեղեկատվություն։ Պարոն Զոհրաբյան, սա գրություն կա Միքայել Աջապահյանի ստորագրությամբ, որ ինքը լիովին բավարարված է իր ծառայությունով, մի ձև հոգևորական ուստի կնքում է Սարգսյանի փոքր առաջ գա իշխարկում դուք եք դրել ձեր էջում։ Այո, քանի որ մենք նաև տեղեկացանք, որ նման քննարկումներ է գնում եւ Միքայել Սրբազանի անունը քննարկում է վարչապետի տեխնացուների շարքում, Միքայել Սրբազանը հստակ իր դիրքորոշումը արտահայտեց եւ խնդրեց, որ մենք դա հրապարակենք, որ ինքը բավարարված է իր հոգեվոր ծառայությունից, այսինքն ինքը հոգեվոր առաքելությունից չի պատրաստվում շեղվել եւ բնականաբար դեմ է, որ իր անունը քննարկեն այդ տեխնացուների ցանկում։ Պարոն Զոհրաբյան, ճիշտ է չեք ուզում մեղադրանքից շատ խոսել, ես հարցը հնչեցնեմ ամեն դեպքում։ Իշխանության զավթման մասին, ճիշտ եմ հիշում, որ Սրբազանը խոսել է 23 թվականին։ Եթե այո, այդտեղ դա ինչ է, կարծիքի արտահայտում է, թե ոչ, ես հարցնում եմ, բայց Այո, սիրելի, շնորհակալություն։